Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է Երևանից։ Հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-531 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրերին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Հիմնասյուն համայնքների զարգացման նախաձեռնության համահիմնադիրներ Երազիկ Ալավերդյանի եւ Մհեր Դերթյանին։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Տիկին Ալավերդյան, դուք հասարակական գործիչ եք երկար տարիներ, տարբեր հասարակական կազմակերպություններ եք ղեկավարել, այսօր էլ որքանով գիտեղյակ եմ, բացի այս հիմնասյունից շատ սերտ համագործակցության մեջ եք Երկրապահ կամավորական միության երիտասարդների հետ կապված այդ գործունեության։ Մի խոսքով, հիմա հարցս հետևյալն է, ինչու հիմնասյուն, ինչու որոշեցիք այս նախաձեռնության համահիմնադիրը լինել եւ ինչու պարոն Դերթյանի հետ։ Պատերազմից հետո, երբ տեսանք երկրի ավերված վիճակը, փորձեցինք վերականգնողական աշխատանքներին մասնակցել եւ մի քանի հկներով հավաքվեցինք, մտածում ենք ինչպես անենք, որ օգնենք պետությանը դուրս գանք այս վիճակից։ Եվ իրոք շատերն էին փորձում օգնել պետությանը, որպեսզի կարողանանք դուրս գալ այդ ճգնաժամից։ Մեծ կորուստ ենք տվել, մեծ ցավ ունենք, բայց դա մի կողմ պետք է շարունակենք գոյատևել, պետք է շարունակենք ամրապնդվել, հզորանալ։ Այդ առումով որոշեցինք համախմբվել մի քանի հասարակական կազմակերպություններով եւ նախաձեռնող խմբով, որպեսզի հզորացնենք, զարգացնենք տնտեսությունը, սկսենք համայնքներից, որտեղ մենք կարծում ենք, որ մեր երկրի հիմնասյունը գյուղն է, մենք այդ կարգախոսն ընտրեցինք, մեր երկրի հիմնասյունը գյուղն է, այդ կարգախոսը ընտրեցինք եւ հիմնասյուն նախաձեռնությունների սոցիալական ձեռնարկության հիմքը դրեցինք։ Ես Մհեր Դերթյանը եւ մի շարք այլ կազմակերպություններ եւ նախաձեռնող խմբեր, ինչու այդպես վարվեցինք։ Մտածեցինք, ուսումնասիրեցինք նախ պատերազմից հետո միջայ վերջերս ուսումնասիրեցինք համայնքների վիճակը, խնդիրները նկատեցինք, վերհանեցինք խնդիրները, հասկացանք, որ գյուղը շատ ծանր վիճակի մեջ է, մեր համայնքները ծանր վիճակի մեջ են, պետությունը բազմաթիվ զոհեր ունի, բազմաթիվ վիրավորներ ունի, մեծ գործ է կատարում, բայց չի հասցնում բավարար ուշադրություն դարձնել նաև համայնքների այն խնդիրներին, որոնք մեզ համար նկատելի են։ Այդ պատճառով որոշեցինք համախմբվել եւ օգնել պետությանը համայնքները զարգացնելու գործում։ Եվ տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ըստ կանոնադրության, տարբեր ոլորտի են, այո, տարբեր ոլորտներից են, մեկը բնակարանաշինություն, մյուսը գյուղատնտեսություն, մյուսը կրթամշակութային զարգացում եւ այլը, տարբեր ոլորտների հասարակական կազմակերպություններ համախմբվեցինք, որ միանգամից մտնենք համայնքի ղեկավարության հետ, այսինքն թիմերի հետ աշխատենք, որպեսզի կարողանանք միասնական ուժերով դուրս բերել համայնքները այդ ծանր վիճակից։ Հիմա ունեք ինչ որ օրինակ, որ արդեն մտել եք որևէ համայնք եւ արդեն սկսել եք այնտեղ տեղական ենք Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարների հետ մենք երկու անգամ հանդիպել ենք, արդեն բանակցություններ ենք վարել, մեր առաջարկներն ենք արել, մենք ուրեմն ուզում ենք գյուղերը չդատարկվեն, հզորանան, զարգանան, աշխատանք ունենան գյուղերում, գյուղատնտեսությունը զարգանա, այդ իսկ առումով մենք նաև բնակարանային շինարարության առաջարկներ ենք արել, որովհետև ունենք կառուցապատման Մհեր Դերթյանը կառուցապատող է, ինքը այդ առումով կխոսի, ես չեմ խոսի, մենք փորձում ենք մեր քաղաքացիներին, գյուղացիներին պահել համայնքներում, ապահովել բնակարանով, մատչելի գներով, ապահովել գյուղատնտեսական աշխատանքներում տեխնիկայով եւ ինչու՞ չէ նաեւ այդ աշխատանքներում ունենք տարբեր մասնագետներ, որոնք կաջակցեն։ Այդ ծրագրերը մենք արդեն նախատեսել ենք, մշակում ենք, մշակման փուլի մեջ են որոշները, այնպես որ մենք անում ենք այս ամենը թիմերի հետ, այսինքն հասարակական համայնքների ղեկավարների հետ համագործակցած։ Տիկին Ալավերդյան, ինչու եք ընտրել Արմավիրի մարզը, ինչու եմ ասում, որտեղ դա այն մարզն է համեմատաբար, որտեղ եւ աշխատանք կա եւ գյուղատնտեսությունն է զարգանում, մենք ունենք մարզեր, որտեղ ավելի վատ պայմաններում են ապրում եւ նույնիսկ դպրոցը, գյուղի դպրոցը աշակերտ չունի։ Ինչու եք հենց ընտրել Արմավիրի մարզը։ Մենք ունենք նաեւ թիրախային մարզեր, թիրախային համայնքներ, Սպիտակը, Երկրաշարժի գոտին, Գյումրին,
բաժին մենք շատ թիրախային մհերը կխոսի այդ մասին, ես կոնկրետ ինչու, որտեվ նոր է թարմ է, նոր ենք բանակցություններ վարել եւ եկել մի քանի օր առաջ, ինչու ընտրեցինք Բաղրամյանի շրջանը Արմավիրի մարզի, այսքան մոտիկ լինելով մայրաքաղաքին եւ այսքան հեռու այս կյանքի վերընթացից ես չեմ պատկերացնում որևէ մարզ, որևէ գյուղ, գիտեք ինչու, խորհրդային տարիներին մի հատվածը պոկեցին Թալինից, մի հատվածը Արմավիրից եւ փորձեցին դարձնել հզոր քաղաք, մոտավորապես 4-րդ թե 5-րդ քաղաքը պետք է լիներ Հայաստանի եւ մեծ շինարարական աշխատանքներ ձեռնարկեցին, որպեսզի մեծ խոշոր շրջան լինի, երիտասարդ ընտանիքներ եկան, բազմաթիվ բնակարան շենքեր կառուցեցին, որոնք կիսատնացին։ Խորհրդային միության փլուզումից հետո, դրանից հետո գիտեք արդեն ինչ պայմաններ են, որից հետո պատերազմի հետևից, հետո կորոնան եւ այլն, մինչեւ օրս այդ քաղաքը հզոր քաղաք, որ պետք է լիներ, այդ քաղաքը դարձավ գյուղ եւ ինչ որ պատրաստել են քարի վրա դրել էին, արդեն քանդվեց, փորձում ենք այն փշուրները, այն փշրանքները, այն վերջին պատառները հավաքել, համախմբել եւ այդ քաղաքը վերածել նորից քաղաքի, իհարկե մեծ փորձեր է անում պետությունը, նաեւ ծրագիր ունի Բաղրամյանի վերածնման ծրագիր ունի, մենք էլ կողքից օգնում ենք, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ղեկավարները ասացին, որ մեր բյուջեով չենք կարող լիարժեք կառուցել եւ բաներ կան, որ չենք կարող, մենք նաեւ ունենք կրթական հարթակ, պետք է երիտասարդներին սովորեցնենք, նաեւ գյուղատնտեսություն, նաև ինչպես անել, որ զարգացնել համայնքները, ինչպես ծրագրեր ներառել համայնքներում, ինչ ծրագրերի կարիք ունեն, մի խոսքով ընդգրկել ենք նաև երիտասարդությանը կրթական հարթակում։ Այսինքն մենք մտնում ենք համայնք, սկսում ենք բնակարանաշինությամբ, որտեղ նրանք պետք է ապրեն, բնակարանով ապահովեն, տեսանք, որ բնակարանային խնդիրը շատ լուրջ է, որտեղ բազմաթիվ մարդիկ կան, որ բնակարան չունեն, երիտասարդներ, որոնք հեռանում են համայնքներից, դատարկվում են, ուրեմն պահպանել այդ համայնքների մարդկային ռեսուրսը, երիտասարդությանը, աշխատանք ստեղծել, օգնել, աջակցել գյուղատնտեսական աշխատանքներում, թե տեխնիկայով, թե կրթական մասով եւ նաեւ փորձել օգնել մահերը ձեռնարկել է նման մի ձեռնարկոնի մահերը շատ գեղեցիկ եւ արդյունավետ է փորձել է արդեն տրամադրում է կենթանիներ, տրամադրում է սացիլներ, մրգեր պահածոյացնելու համար բավականին մեծ աշխատանք է տանում եւ բոլորս այդ աշխատանքի մեջ մեր մասը ունենք, մեր լուման ունենք, մենք օգտագործում ենք այդ 10 հասարակական կազմակերպությունների իրենց ռեսուրսները, մեկը ֆինանսական, մյուսը ասենք կառուցապատման նյութերով, մյուսը մարդկային ռեսուրսով, այնպես որ յուրաքանչյուրը իր ռեսուրսն է օգտագործում, այս համախմբումը մեծ ուժ է տալիս, հզորություն եւ հավատում ենք, որ մեր գործը անպայման իր մեծ արդյունք կունենա եւ մեր երկրի տնտեսությունը կզարգանա փոքր-ինչ մեր օգնությամբ։ Տիկին Ալավերդյան, ես արդեն փորձեմ իմ հարցերը ուղղել պարոն Դերցյանի։ Պարոն Դերցյան, ես ասեմ, որ հենց այս պահի դրությամբ մենք ունեցանք տեղական զանգեր եւ հարցը գուցե ես տամ, որպեսզի հնարավոր է այդ զանգերը կապված լինեն այո այդ իմ հարցադրման հետ։ Մհեր Դերցյան, այս անունազգանունը 18-19 թվականին համացանցում բավականին շատ տարածվեց եւ մեկ կտուր ծրագրի մասին մարդիկ իմացան, ողջևորվեցին, հետո եղավ ոստիկանության հայտարարությունը, որ դուք զբաղված եք խաբեությամբ, շորթում եք։ Ավարտը ինչպես վերջացավ այդ աղմկահարույց գործի եւ այսօր մարդիկ ինչպես վստահեն Մհեր Դերցյան մեկ կտուր ծրագրի նախկին ղեկավարին, որը նորից սկսում է բնակարաններ կառուցել։ Ես մտածում եմ, որ այս տեղական մեր զանգերի հենց նպատակը գուցե հենց այդ հարցադրումները պետք է ձեզ տրվեին։ Ցավոք սրտի մենք միջև այսօր ունեցել ենք միայն YouTube-յան, Facebook-յան մի հատ էջ, որտեղ որ կարողացել ենք արտահայտվել այն ամենը ինչ տեղի է ունեցել, համենայն դեպս հրապարակված ամբողջ այդ կեղտը, որը որ փորձեցին մեր վրա վերագրել, որևիցե կապ չուներ մեզ հետ, չեմ բացառում, որ կողքից ինչ որ քայլեր եղել են, բայց դա ինձ հետ ընդհանրապես կապ չունի, բայց քանի որ ծրագիրը ես եմ մտցրել Հայաստան ու հիմքը ես եմ դրել ու բացահայտ այսպես իմ անունը շոշափվեց, բայց ես ուրեմն մի քանի անգամ արդեն դատական պրոցեսներ եմ անցել, որը որ պետք է այս վերհաներ այդ ամեն ինչը, թե ինչի համար է սա արվել ու ես լսեցի մի պարզ բան դատախազը,
ուրեմն դատարանում ասեց, որ դա լրատվական բաժնի ուրեմն ենթադրությունն էր։ Նյութը նույնիսկ ոստիկանության հետ ջնջվել է։ Միջև այսօր ես ոչ թե նոր եմ սկսել, ես որևիցե մի րոպե չեմ կանգնել։ Այսինքն ձեր ծրագիրը շարունակվել է։ Իհարկե մենք բնակիչներ ունենք արդեն ու ես նույնիսկ ասենց հաշվապահական աուդիտ անցանք պետական ասենց պատվերով։ Որոնք հայտարարեցիք, որ չեք վախենում այդ աուդիտից։ Ոչ մի բանից եւ անցանք բացահայտ մեզ վերջում ասեցին, իրանք զարմանում են, թե ձեզ այդքան գումար չեն տվել, ինչպես եք դուք այդքան աշխատանք կատարել։ Մի խոսքով ես գտնում եմ, որ դեռ մենք պատրաստ չէինք Հայաստանում նմանատիպ ծրագրեր իրականացնել, որտեղ հասարակությունը մի քիչ չի շփվել նման բաների հետ, սոցիալական ձեռներեցություն կամ աջակցություն, ինչ-որ բան։ Մարդիկ նույնիսկ զարմանում էին, թե ոնց կարելի է մեկը գա ու հենց այնց աշխատի, ինչ-որ մյուսին օգնի։ Կամ այդ ցածր գներով 1200 դրամներով։ Ես գտնում եմ, որ Հայաստանում շատ դեռ փոխելու ինչ-որ տարբերակներ պետք է լինի, որը որ կառավարությունը ինքը վերևից է նայում։ Մենք բոլորս անցնում ենք ներքևի խավի հետ շփվելով ու հասկանում ենք ինչ կա։ Ես այս ամբողջ ծրագրերը ինչ իրականացնում ենք, մենք հիմքը դրված է, որպեսզի փոխենք մարդուն, որտեվ այսօր ահավոր մեծ խնդիրներ կան հենց մարդկանց մենտալիտետի հետ։ Իրանք չեն հասկանում, որ պետքա ճիշտ աշխատեն օրենքով, հարկ մուծեն պետությանը, որպեսզի պետությունը կարողանա ապահովի այդ ամեն ինչը։ Բոլորը մտածում են, թե իրանք պետք է աշխատեն, դրա հետ նպաստ ստանան, ինչ որ մեկը իրանք պետք է օգնի, ու մենք հենց այս ամբողջի դեմ ենք պայքարում, որպեսզի փոխենք։ Ես հիմա գործողություններ եմ իրականացնում, Տիկին Երազիկը շեշտեց, որ ես գյուղերում, ուրեմն մեկ գյուղի 60 ընտանիքի հավիճուտիկներ եմ բաժանել, որպեսզի նրանք մեծացնեն եւ իրենց նպաստի։ Դրանք բարեգործական ծրագրեր են։ Իհարկե, ես մի կտուրի այս ծրագրով եմ իրականացնում։ Մի տարի ես 2 հեկտարից ավել հողատարածքներ մշակեցի եւ պատկերացրեք 600 ընտանիքի ես կերակրեցի, այդ կռվի տարիներ։ Պարոն Դերցյանսկի, ինչպես եք որոշում, թե որ համայնքը, որ ընտանիքը։ Նախ մենք ունենք գրանցված մարդիկ, անդամակցված ու անդամակցված մարդկանց հենց ես ուրեմն օգնում եմ, բայց կակրաս շեշտեցիք Սպիտակի գյուղերը։ Ես ուրեմն շրջում եմ այնտեղ, տեսնում եմ այն աղետալի վիճակը, որ դեռևս երկրաշարժից մարդիկ տնակներում են ապրում ու շատ լուրջ են հիմա մենք աշխատում ենք այդ ուղղության վրա, որպեսզի վերջի վերջով բուժենք այն հին վերքերը, որ մեկ է նոր վերքերը չգան ավելանան այս երկրի վրա ու սա բարդացնում է այն աստիճանի, որ մարդիկ իրենք արդեն որևիցե հույս չունենալով իրենք սովորել են արդեն այդ կյանքին, բայց սա ամենասխալ բանն է, մարդը պետք է արարի, կարողանա հնարավորություն ունենա արարի։ Մենք ձգտում ենք ոչ թե մի անգամ օգնել, որպեսզի նա всё վերջացավ այս օգնությունը։ Մենք փորձում ենք ինչ որ հիմք դնել, որ մարդը ինքը աշխատելով հետագայում ինքը իրան կարողանա պահի։ Սրա հետ մեկտեղ փորձելու ենք տնաշինության ծրագրերը, բայց նպատակն այն է, որ հենց իրենք պետք է նպաստեն, իրենք կառուցեն իրենց տները։ Իհարկե, իրենք նպաստեն, իրենց տները ստեղծեն, այլ ոչ թե անընդհատ նստեն ու պահանջներ դնեն։ Ինչ տարբերակով դուք ինչ որ բան առաջարկում եք շարունակում։ Ես ժամանակին հենց այդ տարբերակներով հիմա մենք աշխատում ենք, կային մարդիկ, որոնք վճարում էին մի որոշ գումար, որոնք պետք է առաջնահերթ մտնեին եւ հետագայում այդ վարձի գումարները սկսեին վճարել։ Կան մարդիկ, որոնք Տնտեսությունը իրավական կողմ ինչպես է ապահովում։ ամբողջությամբ մենք ուրեմն պայմանավորված պայմանագրեր, ամեն ձևի ուրեմն մարդիկ ունեն թղթաբանությունը եւ մուծումները անում են իրաց չեկերն իրանց մոտ։ Կան մարդիկ, օրինակ այն մեծ ալիքից հետո արդեն 15 միլիոնից ավել երևի մենք հետ վճարներ ենք ունեցել, բացի այն ժամանակ կոոպերատիվներ գոյություն ունեին, մենք ստեղծում էինք, որպեսզի իրենք իրանցով սկսեն զարգանալը, բայց հենց այդ կոոպերատիվների ներսում եղավ այդ խարդախությունները, որ ինձ հետ չէր կապ չուներ։ Այսինքն չգտան կապը, որ ես ինչ որ կերպ դրա մեջ կայի կամ ինչ որ կերպ այդ գումարների հետ կապ ունեի։ Մենք հիմա ոնց որ վերցեցինք ամբողջը մեր վրա ու հիմա տանում ենք։ Մենք այսօր 67-ից ավել արդեն շահառուներ ունենք, որոնք հողի վկայականներ են ստացել, 40-ից ավել ուրեմն հիմքերն ենք սարքել իրենց, ճանապարհներ ենք սարքել, բնակիչներ ունենք 11-ից ավել ու այսպես կամաց-կամաց շարունակ հենց հիմա էլ արդեն մեր շահառուի տան
ուրեմն պատերը կանգնեց այսօր ավարտական արդեն։ Ընդ որում այդ պատերի մասին խոսենք, դրանք կարծես թե քարե պատեր չեն, հա։ Ոչ, սա իմ հեղինակած պատերն են։ Ես Եվ ինչով է դա պայմանավորված, ինչ առավելություն է տալիս եւ արդյոք երկարատև կյանք ունեն այդ պատերը։ Երևի եթե նայենք 100 տարեկան քարի տուն չեն գտնի, բայց ես կարամ 400 տարեկան փայտի տուն ցույց տամ։ Փայտը ինքը ժամանակավոր կացարան տակ է գնում, բայց ժամանակակից աշխարհը հիմա փոխվում է փայտի վրա, որտեղ ինքը էկոլոգիապես մաքուր է ու մարդիկ արդեն առողջության վրա են գնում։ Հետո շատ ջերմամեկուսիչ շինանյութեր են, մենք քիմիկատներ չենք օգտագործում։ Ձմռան համար ինքը շատ էկոնոմ տարբերակ է, այսինքն շատ հոսանք չվառել, այո։ Ասենք եթե քարի տունը 60 սանտիմետր հաստությամբ քարի պատը, եթե ձմռանը դուք փորձեք տաքացնեք, 49 ժամ կտաքացնեք։ Իսկ նույն ձևի տունը փայտից 1.5 ժամը բավարար է։ Դուք ասում եք քիմիական նյութեր չեք օգտագործում, դրանք են բավականին թանկ փաստորեն։ Ինչպես է կարողանում այդ ֆինանսները հայթայթել։ Տիկին Ալավերդյանն ասաց, որ 10 կազմակերպություն եք միավորվել եւ ամեն մեկը իր հնարավորություն, բայց այդ հնարավորությունները անընդհատ չեն կարող լինել։ Մի օր դրանք կարող են սպառվել, իսկ ծրագրի շահառուները կարող են ավելին լինել։ Տեսեք, մենք առաջարկը, երբ մենք առաջ անգամ հանդիպեցինք ու սկսեցինք քննարկելը, Տիկին Երազիկին եւ զվաղուց եմ ճանաչում, ոչ թե կռվից առաջ դեռևս մենք ներգրավել ենք նույնիսկ ազատամարտիկներին, որտեղ մենք հասկանում ենք, որ ամեն ոք, որը Հայաստանի համար ինչ որ քայլեր է ձեռնարկել կամ ինչ որ արարք ունի, որը որ գնահատելի է, պետք է նման մարդկանց գնահատել եւ Տիկին Երազիկը եկավ, մենք ահագին մեծ ցուցակ ունեինք։ Ես շարունակեմ։ Առաջին պատերազմից հետո բնակարանի մեծ խնդիր կար առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամներին։ Այն ժամանակ առաջին կարգի հաշմանդամներին տվեցին եւ պետությունը այլևս երկրորդ, երրորդ կարգին չտվեց։ Ես քանի որ երկրապահ եմ ինքս մարտական գործողությունների առաջին պատերազմի մասնակից եւ հետո դրանից հետո զբաղվում էի հասարակական գործունեությամբ, սոցիալական աջակցություն ազատամարտիկներին անում ենք եւ հասկացա, որ պետք է որևէ կառուցապատողի հետ համագործակցենք, որպեսզի երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամներին կարողանանք բնակարանով ապահովել եւ Մհեր Դերսյանը այդ ժամանակ շատ հեղինակավոր էր եւ բոլորը գնում էին ես էլ մի ջոկատի անուններ գրեցի եւ գնացի Մհեր Դերսյանի մոտ ասացի խնդրում եմ մատչելի գներով ինչքան որ հնարավոր է գոնե Ինչալուց ասենք մենք ինքնարժեքով ենք անում այո ասած ձեզ ինքնարժեքով կանենք եւ թող ձեր ազատամարտիկներից ովքեր որ ի վիճակի են կամ իրեն հարազատները գան աշխատեն իրենց տան պատերը իրենք դնեն այդ գումարը կհանենք ավելի թեթև Նոտարապես ինչ գումարի մասին շատ ուրախացանք։ Տեսեք, ժամանակին որ ես մի փոքր բացենք, որպեսզի նոր ես որ եկա, այն ժամանակ եթե մենք ասենց մասշտաբային աշխատեինք, ինք շատ հետաքրքիր process էր լինում ու երրակողմ աճ էր տալիս միանգամից, որտեվ քանի տուն շատանար, այնքան գումարը կշատանար։ Ինչքան գումարը շատանար, այնքան տներն է շատանում ու միանգամից 2200 հոգի աշխատանք էին ընդունվում։ Այն շահառուները, որոնք չունեին գումար, որ վճարեին, մենք փորձում էինք իրենց ներգրավել աշխատանքի մեջ, որտեղ աշխատավարձ կստանային եւ իրենց աշխատանքության դիմաց իրենք աշխատեն։ Այն ժամանակ մեր վրա, եթե մենք փորձենք գլոբալ աշխատենք, 7 միլիոն դրամի կարգի կնստեր մեկ տունը։ Եվ քանի սենյակամուս, քանի քառակուսու 80 քառակուսու մասին ենք մենք ասում։ Այս պահին մենք տեղի շուկայի հետ կապված, տեղի շուկան էլ մի քիչ կայուն չի, մենք փորձում ենք ինչ-որ ձև աշխատել, բայց միևնույնն է հասկանում ենք, որ մենք պետք է մեծ մասը դրսից բերենք ու այստեղ փորձենք ինչ-որ բաներ արտադրենք։ Մոտ 13 միլիոնի կարգի հիմա նստում է մեկ տունը, այդպես ավարտական վիճակ, որ մենք հանձնենք։ Եվ թանկացումներն էլ է նպաստել այդ ամենին, թե Խնդիրը տեսեք, շատ լուրջ է, որտեվ եթե այնտեղ ապրանք թանկանում է, այս բեռնափոխադրումը ինքնըստինքյան բարձրացնում են գները։ Հենց այնտեղ ապրանքը թանկանում է, բեռնափոխադրումը գներն իջացնում են։ Այսինքն բալանսը այնպես պահում են, որ այստեղ որևիցե բան չիջնի կամ սա թե միտումնավոր է, թե ինչա, մենք չենք հասկանում այս ինչա, բայց փորձենք ասենք, եթե հասարակ մեկ բան, եթե մեկ մեքենա տախտակը բերենք, մենք ինքներս 1 կուբամետրի մեջ 40,000 դրամից ավել ուրեմն այդտեղ կխնայինք։ Եթե չունենք մենք այդ մեծ գումարները, մենք չենք կարողանում ճիշտ աշխատել։ Դեռևս հա չկա ոչ մի սահմանափակումներ, գնա բեր, բայց մենք չենք կարող այդ աղբյուրները
ֆինանսական, այսինքն պետությունն էլ դեռևս մշակված չեն մեխանիզմներ, որտեղ մարդը կարողանա ինքնուրույն աշխատի։ Մենք ունենք հիմա օրենսդրական խնդիրներ փայտի տների վերաբերյալ։ Ասենք, եթե մենք հիմք չենք դնում, տեսեք, չեն մտածում ոչ մեկը, որ մենք շատ փոքր տարածքներ ունենք գյուղատնտեսական հողերի եւ պարտադրում են, որպեսզի մենք գնանք կարգավիճակ փոխենք, որը ես չեմ ցանկանում։ Այսինքն մենք քարի երկիր ենք, առանց այդ էլ ունենք փոքրիկ ասենց կտոր հողեր, որտեղ գյուղատնտեսություն պետք է զարգանա։ Ես չեմ դնում հիմքերի վրա, դնում եմ հիմնասյուների վրա, որը երկրաշարժի համար մեր սեյսմիկ գոտու։ Իհարկե, ինքը արդեն ոնց որ գետնից բարձր ոտքերի վրա է։ Ինքը կարելի է բարձրացնել էլ, տեղափոխել էլ, բայց մենք զարգացած պետությունների նման ոչ այդ ճանապարհներն ունենք, ոչ այդ մեխանիզմներն ունենք, ոչինչ չունենք մենք։ Մենք նոր սկսում ենք փորձ ենք անում զարգանալ ու ըստ երևույթի պետք է բոլորս նպաստենք նման տեխնոլոգիաներ, որպեսզի զարգանան Հայաստանում։ Տիկին Ալավերդյան, դուք ասում եք ազատամարտիկները, ներողություն եմ խնդրում, ես հաջորդ շաբաթ ընդհանրապես մենք որոշել ենք այս հարթակը տրամադրել այն ազատամարտիկներին, ովքեր մինչև հիմա բնակարան չունեն եւ բնակարան ձեռք բերելու հետ կապված խնդիրներ են ունեցել։ Հիմա գուցե դուք հեռախոսահամար կամ մեզ նայող սփյուռքը գուցե կփորձեն ձեզ աջակից լինել, երկու հեռախոսահամար, եթե հնարավոր է, կամ Facebook-յան էջ այստեղից մենք ազդարարենք, որովհետև այս հաղորդումից հետո կարծում եմ զանգեր հնարավոր է լինեն։ Եղավ, հասկացա ձեր հարցը, մինչ այդ ես նախաբանում եմ երկու բան ասեմ, երբ այս պատերազմից հետո այն ժամանակ, որ մահերի գործերը չստացվեց, մի պահ սառեցրին, չաշխատեցին, դադար առավ եւ այդպես մոռացան եւ պատերազմը ամեն ինչ մոռացնել տվեց այդ ամենը։ Այս պատերազմից հետո հասկացանք, որ մեծ խնդիր ունենք, իհարկե պետությունը, կառավարությունը մտածեց առաջին երկրորդ կարգի հաշմանդամների, զոհերի մասին բավականին մեծ գումարներ տվեցին, աստիճանաբար պետք է վերցնեն եւ իրենց խնդիրները լուծեին։ Բայց կան ազատամարտիկներ առաջին կարգի, որոնք վարձով են ապրում եւ ոչ մի տարբերակ չունեն ապրելու։ Իրենց տոնը չի վարձնել չեն կարողանում տալ, եթե նույնիսկ բնակարաններ ձեռք բերեն, պետք է փաստորեն չուտեին ինչ-որ բան, չկարողանային իրենց կենցաղը ապահովել, դրա համար որոշեցի դիմել մահերին։ Ասացի մատչելի գնով փորձենք այդ ծանր վիճակում գտնվող վարձով ապրող բնակարան չունեցող ազատամարտիկներին փորձել օգնել, իսկ մերը մեծահոգություն ցուցաբերեց, ասաց երկու բնակարան ես բարեգործական նպատակով կպատրաստեմ յուրաքանչյուր անգամ этаպում երկու բնակարան։ Այս этаպում երկու բնակարան, հողը ինքը արել է, հողը կա, հիմքը դրեցին եւ պատերը պետք է կառուցվեն։ Իհարկե մատչելի գնով ինքը կանի, բայց գումար չենք ուզում, չի ուզում ազատամարտիկներից եւ որևէ մեկից։ Պարզապես ուզում է որ մնացածը երևի մահերը կասի։ Հիմա երկուսի հիմքը դրել ենք, երկու ազատամարտիկ պետք է ապահովեն բնակարանը։ Բայց ազատամարտիկներին չեք ընտրել եք, այո, երկուսն էլ առաջին կարգի հաշմանդամ են, երկուսն է ոտքերից, մեկը սայլակի վրա է, մյուսը հենակների վրա մի կերպ քայլում է, երկուսն էլ Ջաբրայելում վիրավորված 44-օրյա պատերազմի 20-րդ օրը, կարծեմ թե 21-րդ օրը։ Երկուսից մեկը շեշտենք, որ առաջի պատերազմին էլ է մասնակցել։ Այո, առաջի պատերազմին էլ է մասնակցել։ Ինչևէ, երկուսն է վարձով են ապրում։ Փորձել ենք անօթևաններին հիմնականում, առաջին հերթին անօթևաններին, որից հետո աստիճանաբար մեր գործերի ընթացքից ելնելով որոշեք թե քանի ազատամարտիկի կարող են ամենան ազատամարտիկները քանիստ են, դուք ունեք ինչ-որ մի ցուցակ։ Չէ, սա լուրջ թիվ է, բերեք, ոչ թե մենակ ֆիքսվենք այդ ուղղության վրա, տեսեք։ Բայց դուք էլ պետք է ձեր ծրագրերի մեջ իհարկե հաշվարկներ ունենալ։ Մենք գրանցման ժամանակ ամբողջությամբ, նույնիսկ կադաստրային թղթերով ստուգում ենք, որպեսզի մարդիկ կոնկրետ ոչինչ չունենան, հասկանում ենք, որ մարդը ոչինչ չունի։ Շատ լուրջ խնդիրներ կա, որը որ չի քննարկվում։ Տեսեք, մարդիկ կան այն այսպես կոչված ծև ցուցակներում ու բանկային ինչքան ծրագրեր են ստեղծվում, այս մարդիկ չեն կարողանում դրանից օգտվեն ու այս խնդիրները շատ լուրջ պետքա վերլուծություն արվի։ Մենք ուրեմն փորձում ենք եւս մեկ հարթակ ստեղծել, քանի որ մենք հասարակության հետ ենք աշխատում եւ զգում ենք խնդիրները ու դրանց լուծումները մշակում ենք, մենք ուզում ենք այդ հարթակով մենք կառավարությանը ոչ թե ինչ որ պահանջներ դնենք, այլ գտնենք խնդիրները, լուծումները եւ առաջարկենք այդ լուծումները կյանքի կոչել, որպեսզի մենք կարողանանք որոշակի այդ բեռը թեթևացնել։ Այստեղ
ամբողջ մեր ուրեմն գաղափարները, որ մենք կարողանանք ժողովրդին ներգրավել սրա մեջ, իրանք սկսեն աշխատելով այս ամեն ինչից դուրս գալ, այլ ոչ թե անդադ ինչ-որ սպասողական 30 տարի պատկերացրեք տնակներում ապրող մարդիկ 30 տարի շատ մեծ քանակ տնակներ կան, որ դեռևս որևիցե բան չեն արել ու անտիսանիտարական վիճակ, այնտեղ երեխաներ են մեծանում։ Արդեն 9 հոգի են դարել ու այս հարցերը շատ լուրջ պետք է։ Մարդիկ էլ կան սերտիֆիկատներ ունեն 5 միլիոն դրամ։ 5 միլիոն դրամի որևիցե քայլ այդ մարդը չի կարող անել եւ որևիցե տուն չի կարող ստեղծել ու չի էլ կարող օգտվի այդ գումարից, որտեվ այդ գնի չի կարաճարի։ Հեռախոսահամարներ թողեք, մենք որից հետո դուրս կգանք Կարճատև գովազդային դաթարի եւ ասեմ բազմաթիվ զանգեր ունեն, կփորձենք նաեւ գովազդի։ Ինչ հեռախոսահամար թողնելը ասեմ ձեզ, որ նույնիսկ զորացրված սպաներ, որոնց հատկացվել է գումար բնակարանի համար, չեն կարողանում այդ գումարով բնակարան գնել, դիմել են մեզ, որպեսզի ընդգրկենք նաեւ այդ շերտը։ Դե հիմա մեզ ձեզ ուզում են դիմել եւս ինչ հեռախոսահամարներ կամ Facebook-յան էջերից կարող են մարդիկ։ Ես կարող եմ իմ անձնական հեռախոսահամարը տալ, որից հետո հաշվի համար կարող ենք փոխանցել 094 25 15 54։ Ուրեմն մենք ունենք Facebook-յան էջ, Մեհեր Դերցյան պաշտոնական էջ Հայատար։ Այս պաշտոնական էջում գրասենյակի համարները կան, այնտեղ նամակով կարող են կապնվել, այնտեղ WhatsApp-ի համար կա։ Բոլորը կարող են դիմել եւ մենք քննարկենք։ Եվ երաշխիքները, պարոն Դերցյան, մենք ամեն դեպքում սրա մասին անդադ պետք է խոսենք։ Տեսեք, չկա որևիցե մեկը մինչ օրս, որ ինչ որ բանով եկե մեզ դիմել է ու շարունակում է ու ինքը չի ստացել բավականին այդ իրատվածի դիմաց, երաշխիքները մեր մոտ ապահովված է թղթաբանությամբ եւ նույնիսկ ասեմ ձեզ, ունենք մարդիկ, որոնք նույնիսկ հողի գումարները չեն տվել, բայց արդեն ունեն հողի վկայական, սեփականության վկայականներ։ Այսինքն մեր շահառուների հետ շփումից եւ իրանք է կհասկանան, որ դեռ չտված այդքան ստացել են ավելի։ Մենք միջև այսօր աշխատել ենք ու տանում ենք այս ամեն ինչը։ Ես հենց հիմա էլ գյուղատնտեսությամբ զբաղվում եմ, որը հենց իրենց է նպաստում, որտեղ Լավ, հարգելի հյուրեր, մենք դուրս գանք Կարճատև գովազդային դաթարի, հարգելի հայրենակիցներ, քիչ անց կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Իր անցյալի պատմությունը չիմացող ժողովուրդը երբեք չի կարող ապագա ունենալ։ Դու կարող ես իմանալ քո անցյալը։ Անիտուրը մայիսից հոկտեմբեր ամիսներին կազմակերպում է 4-ից 15 օրյա շրջագայություններ դեպի պատմական Հայաստան, Կիլիկիա եւ Կապադովկիա, Կարս, Անի, Վան, Էրզրում, Եդեսիա, Ադանա, Արարատ, Նեմրութ եւ Մուսալերներ, Հեքիաթային Կապադովկիա, հաճելի հանգիստ բարձրակարգ հյուրանոցներում, որից 4 օրը միջերկրականի ծովեզերքին։ Տեսեք, ճանաչեք, սիրեք հայոց հավիտենական հայրենիքը։ Անիտուր, դեպի ակունքներ։ Hello to everyone. I am Benjamin Pogosyan, the host of the Viewpoint program on Noyan Tapan TV. Every Monday on the YouTube channel of Noyan Tapan TV, you will listen my assessments and analysis on the events which happened inside and behind Armenia. We will analyze the situation, domestic politics, foreign politics, and also the regional and international security dynamics. Every week on Noyan Tapan TV YouTube channel. Viewpoint with Benjamin Pogosyan. Թամարա պաղպաղակ, միակ պաղպաղակն է, որ 98 թվականից ներմուծվում է Ամերիկա եւ ունի միջազգային բոլոր պահանջները բավարարող համապատասխան վկայական, աշխարհի տարբեր երկրներում լավագույն գնահատականի արժանացած եւ 2016-ի տարվա լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ եւ օգտակար եղեք ձեր հայրենակիցներին Հայաստանի մեջ, ձեր հիշարժան միջոցառումներին եւ խնջույքներին հրամցրեք լավագույնը, հայկականը, վստահություն եւ բնական համ։ Թամարա, վայելեք գերագույն հաճույք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ ասեմ, եթե հեռախոսազանգ լինի, ես այս պահին հեռախոսազանգ ունենք, փորձենք լսել, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Ողջունում ենք հյուրերի բարի գործը, որը կարողանում են միավորել եւ լավ գործ անել մեր հայերի համար։ Մենք այստեղ մեր թզուր ուժ ունենք արտասահման եւ թեկոս մեր ընտանիքը 10 միլիոնից ավել հայ
եւ բոլորը եթե հաշվի համարը տրվի, եթե թեկուզ 10-15%-ն էլ որ մասնակցեն, դա 1.5 միլիոն ավել մարդ կմասնակցի եւ կզորանա այդ ձեր գործը։ Ինչ մնում է նաեւ ձեզի կարող եմ մի հատ խորհուրդ տամ, ճիշտ է, ես խորհրդ իրավունք չունեմ, բայց այսքան որ լսում ենք օրինակ Գագիկ Բեգլարյան, Սերյան Նոհանյան եւ այլ, դրանք ունեն 37-40 բնակարաններ, դրանք համոզեք, ասեք, մի քիչ հայնասեր ելեք եւ 37 բնականից 30-ը տվեք խեղճերին, մնացած 7-ը վայելեք եւ չունեք քաշքշուկների մեջ դատական եւ այլն, եւ այդ էլ կլինի դեպի բարի գործ, որ կարողանաք համ այդ մարդկանց տաբերից եւ երկար դատական համակարգից փրկեք։ Համել են մարդիկ, որ այդքան մեկը ծրի է տերկել այդ գողացած բաները իրանց։ Եղավ, շնորհակալ ենք զանգի համար։ Ամեն դեպքում մենք հեռախոսահամարը ասեցինք, Facebook-յան էջը ձեր ասեցիք, այնպես որ մինչև հաշվի համարը կոնկրետացվի եւ այլն, կարող են մեր հեռուստադիտողները դիմել այդ ձեր հեռախոսին զանգարել։ Տիկին Ալավերդյան, այստեղի զանգ ունենք, փորձենք սա լսել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք, բարև ձեզ։ Ես Արմինեն եմ, ուրեմն լսում եմ ի սկզբանե ձեր հաղորդաշարը, ես 19 թվականից գրանցված եմ Նիկո Տրիտակ ծրագրում, շատ ասեկոսներ եղան, իմ ընկերուհիներն էլ են նույնպես գրանցված, ոչ մեկ չհավատացին, ես համառորեն պայքարեցի, հավատացի, ու շնորհակալ եմ պարոն Բերդյանին, որ այսօրվա դրությամբ ես ապրում եմ իմ կտուրի տակ, պարոն Բերդյանի շնորհիվ ես արդեն կարող եմ ունեմ իմ կտուրը 20 տարի ավել, վարձով եմ ապրել, հավատացել եմ ծրագրին, այնպես որ կխնդրեմ այդ ասեկոսներին չհավատալ, ես վառ ապացույցն եմ, որ 19 թվականից ծրագրում եմ եղել ու չեմ հրաժարվել։ Արմինե, իսկ որտեղ է ձեր տունը, ներողություն, որտեղ։ Առաջի տունն է։ Ձեր տունը որտեղ է։ Նորաբաց համայնքում է։ Եղավ, շնորհակալ ենք։ Փաստորեն մենք երկու զանգ ստացանք, մեկը Սփյուռքից, որ մարդիկ լսում են ձեզ եւ ունեն ցանկություն օգնելու եւ ունենք զանգ, որը Ես այստեղ կուզենայի մի բան ավելացնեմ, ուրեմն Ֆրանսիայից մեզ արդեն ուղարկել են փոքրիկ գումար, խնդրել է ինձ Ալիկ Սարգսյանը, որպեսզի ես մի ընտանիքի օգնեմ կամ ինչ որ քայլ անենք, որը որ շարունակական պետք է աշխատի։ Մենք հիմա որոշել ենք երկու խոզի գոջիներ գնենք, տանք մի ընտանիքի, կերը նույնպես առնենք եւ մեծանալուց բազմացնելուց հետո մարդը պարտավորվածություն պետք է ունենա երկու գոջին հետ վերադարձնի, որպեսզի մենք փորձենք մեկ ուրիշ ընտանիքի այստեղ եղել է նմանատիպ գյուղական ծրագրեր եւ այստեղ մենք պարտադիր ուզում ենք այս քայլը անելուց հետո պարտադիր պետք է տեղի ինքնակառավարման մարմինը պատասխանատվություն վերցնի, որտեղ փաստաթղթերով մենք ֆիքսելու ենք, որպեսզի դա ճիշտ աշխատի, իր նպատակին հասնի եւ հանձնելու ենք տեղի ինքնակառավարման մարմնի վերահսկողության տակ։ Տիկին Ալավերդյան, պետք է աշխատանքը թափանցիկ լինի, որ մարդիկ վստահ են։ Ինչպես է այդ ապահովելու այդ թափանցիկությունը։ Երբեմն ասում են բարեգործություն չեն անում ասելու, անել, ցույց տալու համար, բայց մենք ունենք փաստեր, որ այդ բարեգործությունների անվան տակ եղել են շորթում։ Երբ մենք ծրագրային քննարկումներ էինք անում, բոլորս էլ հակված էինք այդ թեմային անդրադառնալու եւ մենք որոշեցինք թափանցիկ պետք է լինի մեր աշխատանքը, հրապարակային պետք է լինի, բոլորիս հեռախոսները պետք է տեղեկացված լինի բոլորին, ինֆորմացիան մենք պետք է հանրությանը ներկայացնենք, որքան աջակցեցին, ինչ արեցինք, ինչ չարեցինք, մենք հաշվետու պետք է լինենք մեր հասարակությանը, որտեղ մենք հասարակական գործից ենք։ Ես ավելացնեմ, Գերազիկ, այն ուրեմն համայնքը կամ վարչական տարածքը, որտեղ մենք գործողություն կիրականացնենք, պարտադիր տեղի ինքնակառավարման մարմինը պետք է ներգրավվի այդ process-ի մեջ։ Իսկ եթե ցանկություն չունենա։ Չէ, սա ցանկություն չի, սա իրանց տարածքի զարգացումն է, ու իրանք պարտավոր են դրա մեջ ներգրավվեն, որտեղ մենք փորձում ենք համոզված եք, որ ձեզ չեն խոչընդոտի։ Մինչ այսօր մենք փորձում ենք տեղի, ասենք, կլինեն իրավաբանական ինչ-որ կառույցներ, երևակայի այստեղ հասարակական կառույցներ բոլոր մարզերում գոյություն ունեն։ Մենք ուզում ենք ներգրավենք այդ հասարակական կազմակերպությանը, ֆինանսավորումը կստանա ինքը, բայց տեղի ինքնակառավարման մարմնի վերահսկողության տակ, որպեսզի իրականացնի այն ծրագիրը, ինչը մենք իրար հետ կմշակենք։
Ամենայն դեպս որ մարզում որ մենք դիմել ենք, որ մարզում դիմել ենք, մեր ծրագրերով ներկայացնել ենք, իրենք համագործակցության առաջարկ իրենց կողմից արդեն արել են։ Տիկին Երազնիկ, տեսեք, դուք ուզում եք տներ կառուցել, բայց ձեր խոսքի մեջ էլ ասեցիք, որ գյուղերում հատկապես պետք է լինի աշխատանք։ Մարդը կունենա տուն, չունի աշխատանք։ Սա պետք է համատեղել։ Համատեղել եւ գյուղի տները եւ այս թեկուս Երևանի ծայրամասերում արվարձաններում պատրաստվող տները ունեն փոքրիկ հողակտորներ, այսինքն տունը կառուցվում է հողի վրա, այդ տները կոչվում են նույնիսկ այգի գործական տնակներ եւ փոքրիկ այգի, որտեղ իրենք կարող են աճեցնել բանջարեղեն, իրենք ինչ որ ուզում են, ծառեր տնկեն, մրգատու ծառեր եւ փոքրիկ տնտեսություն ստեղծեն։ Պարոն Դերցյան, հարցը քաղաքական չհամարեք, Սյունիքում եւ Եղարքունիքում կնախաձեռնեք այս ծրագրերը։ Ինձ համար տարբերություն չկա, ես նույնիսկ Արցախում եմ կառուցում, ասենք հայ մարդը պետք է տուն ունենա, սա մեզ համար սրբություն է, որտեղ օջախում են ծնվում, մեծանում, օջախը ստեղծելով բազմանում են։ Այսինքն անկախ այս քաղաքական իրավիճակից, անկախ այս ամեն ինչից, քաղաքականությունը ժողովուրդն է եւ նրանց սոցիալական խնդիրները։ Ես եկել եմ Հայաստան զուտ նրա համար, որպեսզի կարողանամ 13 թվականից ես դիմել եմ մեր կառավարությանը տարբեր ժամանակահատվածներում, նույնիսկ եկած ժամանակ հրապարակել եմ այդ նամակները, որ ես խնդրել եմ, որ ես ունեմ հեղինակային պրոդուկտ, ցանկանում եմ բերեմ այդտեղ եւ դա օգտագործենք աղետի գոտին դուրս բերելու, вообще մոռանալու այդ աղետի գոտի հասկացողությունը եւ քանի որ արձագանք չի եղել, ինքս եկել եմ, ձեռնարկել եմ այդ ու մինչ օրս աշխատում եմ, ես քաղաքականությունից հեռու եմ։ Իսկ քաղաքական ուժեր, որ ձեզ առաջարկում են համագործակցել։ Ժամանակին եղել են ու ես դրա մեջ չեմ մտել, որտեվ սա չպետք է դառնա որևիցե մեկի դրոշակը։ Այսինքն ինքը չի կարա ծառայի ինչ որ մեկի շահը բարձրացնելով, ինքը զուտ պետք է լինի ժողովրդի շահը, որտեվ ժողովրդի շահը հենց ինքը պարտադրանք է դնելու կառավարության դեմ, որ մարդը սկսում է ապրել, մարդը հարկատու է եւ ինքը պահանջ դնելու իրավունք ունի։ Այստեղ Հայաստանում դեռևս որևիցե մեկը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, չի կարողանում պահանջել այն ինչը իրան հասանելի է։ Ես ուզում եմ մարդը, որ ինքնազարգացման գնա, ինքը փորձի արդեն ապրել եւ այն ինչը, որ իրեն հասանելի է, ինքը պահանջ դնի։ Դրա համար պետական մարմնին ընտրում են, դրա համար պետական մարմինը պետք է գիտելիքը կյանքի կոչի եւ զարգացնի, բայց այսօր մենք ունենք դրա խնդիրը, որտեվ ես գնում խոսում եմ ու շատ տեղերում, ասեմ ձեզ, իրանք իսկի օրենքները չգիտեն։ Ես եմ բացատրում ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի։ Ու սա խնդիր է, որը ընթացակարգ է, պետք է մենք անցնենք, հետս հետ է, եթե պահանջը դրվի, արդեն մասնագետը կնստի այնտեղ ու ինքը կիմանա իր անելիքը։ Դրա համար մենք այս ծրագրերով փորձում ենք ներգրավել պետական ինքնակառավարման մարմիններին, տեղի կառավարությանը, որպեսզի նրանք սկսեն իրականում աշխատել։ Ընտրված են, մարդիկ իրենց գործն անում են, իրանք մենակ վերահսկողության վրա են, բայց իրանք պետք է գործեն, ինքը պետք է աշխատի, որ գյուղի բնակիչը կարողանա ստեղծի, լավ ապրի, որևիցե քայլ նրա համար չի արվում։ Պարոն Դերցյան, դուք եղել եք վերջերս Դիլիջանում, ես տեսել եմ ձեր այդ ուղիղ եթերը եւ այնտեղից ահազանգում եք, որ Դիլիջանում բավականին էժան գներով վաճառվում են պապենական տները։ Ինչի մասին է դա խոսում։ Տեսեք, ես խոսում էի, առաջարկել եմ բոլոր ոլորտները գլոբալացնել։ Այսինքն, տեսեք, կան Դիլիջանում խնդիրներ, որտեղ մարդիկ ապրում են, Երևանից գնում են կողքի հարևանի տունը առնում են, այնտեղ սարքում են հյուրանոց։ Կողքի Երևանից են գնում եւ այնտեղ բիզնես են անում, ես ուզում եմ աշխատացնել։ Մարդը ստիպված աշխատանք չլինելու պատճառով, պարտքերի տակ, թողեր գնացել է Ռուսաստան եւ իր պապենական տունը այլևս իրան պետք չի։ Կամ մարդը չունի գումար, ստիպված վաճառում է։ Հիմա այս մարդու տունը ձեռքից վերցնում են, այդտեղ հյուրանոց են սարքում ու կողքի հարևանը որևիցե քայլ չի կարանի կամ իրան խանգարում են, չեն խանգարում այս թաղամասերի մեջ։ Իսկ դուք պատկերացրեք, եթե ներդրումային այդ ծրագրերը ամբողջական ինչ որ մի կառույց պետական վերահսկողության գլոբալացնեն, սարքեն կոմպլեքսներ, այլ ոչ թե առանձին, այստեղ եւ հարկերից խուսափելու շատ մեծ ուրեմն ռիսկեր կան եւ ամեն մարդ ով ուզում իր տունը ուրեմն վարձով տալիս է, այսպես երկիր չեն զարգացնում, պետք է գլոբալ առումով ֆիքսվի, որ մարդը եթե ուզում է գնա հանգստանա,
ինքը պետք է համապատասխան ինչ որտեղ դիմի եւ Դիլիջանում պետք է իմանան որտեղ կարան տեղավորեն, որպեսզի հարկերից էլ չխուսափեն ու նման խոչընդոտները որպեսզի չլինեն։ Բայց այսօր ով ինչ ուզում, որտեղ ուզում, ինչ ուզում սարքում են ու գյուղերի մեջ նամանավանդ պատկերացրեք մարդը հողագործությունը թողում է, գնում է հյուրանոցում, բանա հավաքարար աշխատի կամ չգիտեմ ինչ աշխատի։ Ասենք մենք ընկել ենք փողի հետևից մոռանալով մարդկային այն ազգային այն արժեքները, որը որ մենք մեր ազգի մեջ պետք է պահպանենք, թողենք գյուղը հանգիստ, թողենք ինքը աշխատի, թող գյուղի մի ինչ որ հատված, որը գյուղից մի քիչ հեռու է, կոմպլեքս ստեղծվի, որտեղ մարդիկ կգրան հանգստանան, այլ ոչ թե հենց գյուղի մեջ ստեղծվի այդ ամենը եւ մարդիկ հողը թողեն, խոթարկներ դառնա ու իրանք գանը թե աշխատեն ինչ 2 կոպեկ, որտեղ դա ավելի հեշտ է։ Այս բաները ճիշտ պետք է դաստիարակչական աշխատանք գնա։ Տարիների կորցրած պետք է վերադարձնենք, հա Տիկին Ալավերդյան, եւ կրթություն, եւ աշխատանք, եւ մեր սեփական հողը սիրելու այդ։ Այո, դրա համար մենք համայնքներ, որ մտնում ենք, ասում ենք պետք է համակողմանի զարգացնել գյուղը, պետք է տնտեսությունը հզորացնել։ Այդ առումով մենք փորձում ենք սոցիալական ձեռնարկատիրության հարթակ ստեղծել համայնքներում, ներգրավել երիտասարդությանը, որպեսզի համակողմանի զարգանա գյուղը։ Եվ ասեմ, որ համայնքների ղեկավարները շատ համաձայն են դրան, համաձայն են եւ շատ ուրախ են մեր առաջարկով, պահպանենք նաև գյուղի ինքնատիպությունը, այմեհերը ճիշտ է ասում, Դիլիջանը կորցնում էր ինքնատիպությունը, յուրաքանչյուր տարածք իր համն ու հոտն ունի, իր լեզուն ունի, իր ինքնատիպությունն ունի, մենք պետք է պահպանենք մեր համայնքները, եթե համայնքները հզորանան, պահպանենք մեր ինքնատիպությունը, մեր երկիրն էլ հզոր կլինի։ Տիկին Ալավերդյան, գյուղերում հիմա գյուղացին ունի մթերման խնդիրը, ունի իր բերքը վաճառելու կամ մենք այս պահի դրությամբ տեսնում ենք կարծես թե քաղաքացին է պահում գյուղացուն, այսպես կարելի ասել, ամեն ինչ այնքան թանկ է։ Մենք մտածել ենք նաև այդ մասին, մթերման խնդիրը լուծել, մինչ այդ ասեմ, որ մինչև մթերման խնդրի անցնելը ես ուզում եմ խոսել նաև մեր առաջարկների մասին եւ մեր փորձի մասին։ Մենք նաև զբաղվում ենք հողագործությամբ, թե մահերը, թե մենք, թե մյուսները, մեր մյուս հասարակական գործիչները մշակաբույսեր ենք տարածում Հայաստանում մենք։ Փորձում ենք մասուր տարածել բոլոր մարզերում, որտեղ որ կաճի, մշակված մասում, խաղողի նման, այդպես մշակված մասում մենք եւ նաեւ մենք ամարանտ ենք ցանել բավականին եւ տարածել ենք ողջ Հայաստանով մենք բոլոր մարզերում գրեթե ուղարկել ենք եւ Սյունիքում, եւ Գավառում, եւ Շիրակի դաշտավայրում, եւ Էջմիածնում հեկտարներով արդեն ցանել ենք։ Այդ մշակաբույսը բավականին մատչելի է, բավականին արժեք ունի, որը կարող է մեր տնտեսությունը գյուղական համայնքներին փրկել ինչ-որ հարցերում։ Ուզում եք ասել, Հայաստանում բաժանել ենք եւ հիմա ոչ թե ուզում ենք ասենք, մենք ապագան ստեղծողը մենք ենք։ Այո, Տիկին Ալավերդյան այնքան լավ է, այնքան գեղեցիկ է։ Իհարկե, ես տեսել եմ ինչպես են իրենք արևի տակ, ուրեմն դա ցանում։ Օգտագործում ենք համագործակցություն ժամանակակից տեխնիկայի հետ, դրոններով մենք բուժում արեցինք վերջերս եւ համացանցով ներկայացինք, որտեղ մեր գործընկերներն են, որ տեսնեն, որ գյուղատնտեսությունն էլ է վերել կապրել եւ պետք է օգտագործել դա հանուն բարօրության, գյուղացու բարօրության, հանուն նրա զարգացման եւ դա ամրապնդում է գյուղը։ Եթե հեշտանա գյուղի աշխատանքը, գյուղացին կմնա գյուղում։ Իսկ մանկապարտեզները, դպրոցները, կրթությունը գյուղում ինչպիսին պետք է լինի։ Գիտեք, բավականին մեծ ուշադրություն է դարձվում կառավարության կողմից։ Այնտեղ արդեն երեխաները կշատանան ու ինքնըստինքյան այդ ամբողջը վերականգնվելու է։ Կարևորը գյուղը ապրի։ Համայնքներում տարբեր առաջարկներ են կարել, թե տարեցներից երեկային կենտրոն բացելու համար, թե մանկապարտեզներ, բայց կառավարությունը բավականին հզոր աշխատանք է կատարում, մեծ ծրագիր ունի, կեցե մեր կառավարությունը, անկեղծ եմ ասում, բավականին հիացած եմ։ Հիմա մեզ լսողները կզարմանան, որ դուք այդքան գովեստի խոսքեր եք ասում։ Ցավը սրտներումս բոլոր անխոնջ աշխատում են։ Ես ճիշտ ասած շատ ողջունված էի մի բան, բայց չի կարելի չնկատել բավականին դրական չասել նաև այն ինչ որ կատարվում։ Չէ, ես ճիշտ խոսացող եմ, թեկուզ եւ իմ հանդեպ sense քայլեր եղավ, բայց ես այսօր նկատում եմ ահագին մեծ ուրեմն process-ներ իրականանում ու զարգացման շատ մեծ պոտենցիալ կա։ Պարոն Դերցյան, իսկ արտագնա աշխատանքը մենք կարողանում ենք դրանով կանգնեցնել եւ ընդհանրապես արտագաղթել։ Ես հենց հիմա բանակցում եմ մի քանի ընտանիքի հետ, որոնց տներն ես ասարկելու եմ եւ այդ ընտանիքներին հետ եմ բերում Հայաստան
ու ընտանիքի տղամարդկանց առաջինը։ Կան ընտանիքներ, որոնք ընտանիքներով են ու մարդիկից դիմել են հիմա։ Ես փորձում եմ ամեն ինչ անեմ, որ նրանք ընտանիքով վերադառնան ու իրանք հենց ասում են, եթե տան խնդիրը լուծվի, մենք կվերադառնանք, բայց այդտեղ մենակ տեսեք, եթե գյուղերում մենք փորձենք տան խնդիր լուծենք, մենք կկրած դուք շեշտեցիք, ուրեմն բերքի մթերման այդ խնդիրները, մենք պետք է համատեղենք, մարդը եթե գյուղում պետք է ապրի, ինքը պետք է եւ կարողանա աշխատի, որպեսզի չլքի նորից գյուղը։ Մեկ տունը ոչինչ չի տալու։ Եթե մարդը չկարեցավ աշխատի, ինքը նորից փախնելու է Երևան կամ փախնելու է ուրիշ տեղ աշխատելու։ Մեծ խնդիր կա, ես շատ երկար շփվել եմ ուրեմն արտահանողների հետ։ Իրանք խնդիր են տեսնում, որ սառնարանների խնդիր կա։ Տեսեք, Ծիրանի ուրեմն այդ ժամանակահատվածը, եթե մենք կարողանանք մթերենք Ծիրանը սառնարաններում ստանանք այդ պրոցեսները կարողանանք իրականացնենք, սառեցնենք ու մի 6 ամիս հետո մենք արտահանենք, մենք ահագին մեծ գումարներ կմտցնենք Հայաստան։ Նույնը ուրեմն Գիլասի վերաբերյալ ահագին մրգեր կան, որ տեսեք սեզոնային են ու մենք պետք է այդ սեզոնը կարողանանք պահպանենք։ Ասենք Ուզբեկստանը Ռուսաստան բերում ավելի շուտ, քան մենք տանում ենք Հայաստանից այնտեղ։ Ուզբեկստանը թանկ ժամանակն է վաճառում, միջև մեր հասնումը մենք էժան ենք։ Այդ թանկությունը մեր տեղացիների վրա էլ չի երևում, պարոն։ Դե չի կարա երևա, որովհետև կառավարման, բայց մենք տեսնում ենք քաղաքում կառավարման մեխանիզմները չի աշխատում։ Ես առաջարկել եմ 21 թվականին նույնիսկ վարչապետին նամակ եմ ուղղել, որ բոլոր մարզերում պետք է ստեղծվի ընդունման կետեր։ Ընդունման կետերը պետք է վերցնեն, կառավարությունը պետք է ֆիքսի գները, այլ ոչ թե ինչ որ մեկը ֆուրերով գան, իրար հետ խոսան, ապրանքի գինը գցեն, գյուղացուն տոկոսների տակ թողեն, ապրանքը էժան վերցնեն ու տանեն։ Այստեղ պետք է լինի ընդունված, կազմակերպված, պետությունը պետք է ներգրավված լինի։ Դրանից գոյանալու է հարկը ոչ թե գյուղացուց, այլ գնողից։ Այս ամեն մեխանիզմները ես ժամանակին առաջարկել եմ ու պատկերացրեք ինձ մարզպետարաններից ընդամենը զանգեցին, ասում են ինչով կարաք դուք մեզ օգնեք։ Այսինքն ես պետքա օգնեմ։ Ես մեխանիզմը տալիս եմ ու դրա համար մեծ բաներ պետք չի։ Ընդամենը ինչ որ տենդերային կազմակերպություններ, ամենքը թող վերցնեն 10 գյուղ, հողերը մշակեն, մարդկանց տան սերմը, տեղ ինքնակառավարման մարմնի վերահսկողության տակ միջև տարեվերջ մշակեն, այդ մարդը ծախսված գումարի դիմաց թող ինքնարժեքով այդքան բերք հանձնի։ Այդ բերքը տեղավորելու մթերման խնդիր չի լինի, բայց գյուղացին չպետք է գնան գնի շուկաները, էժան իր ձեռքից են դալալները վերցնեն այդ գումարները։ Ընդունման կետից պետք է գան, ընդունեն այդ ապրանքը, եթե ուզում եք գումար աշխատեք, պետք է գաք այդ ընդունման կետից առնեք, այլ ոչ թե գաք համոզեք մարդուն, խափեք ձեռից տանեք էժան, կամ մարդը այնքան ունենա չիմանա որտեղ տա, փչանա տանի թափի։ Կարելի է շարունակել հավելել այս թեմային, ուրեմն ոչ միայն աջակցություն գյուղատնտեսության բնագավառում, մթերման բնագավառում եւ այլը, մենք նաեւ բարոյահոգեբանական զրույցներ մեր ազգայինը պահպանելու համար աշխատանքներ ենք տանում համայնքներում, կրթամշակութային ոլորտ ունենք, պիտի ստեղծենք կրթամշակութային կենտրոններ գյուղերում եւ փորձենք պահպանել մեր ազգայինը այն արժեքները, որոնք մենք կրում ենք մեր մեջ, եւ նաեւ հայկական ավանդական ընտանիքը, որը շատ մեծ նշանակություն ունի։ Մենք փորձում ենք այո պահպանել, որովհետև հասկացանք, որ աստիճանաբար մենք խամրում ենք այդ առումով, փորձում ենք մեր գույնը պահպանել։ Տիկին Հալավերդյան, իսկ ինչ կասեք տեղահանված հայության մասին, արցախահայության, որ հիմա գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում, Երևանում, ակցիաներ են կազմակերպում։ Կառավարությունը, որքան գիտեմ, հետևում ենք, ծրագրեր է իրականացնում նրանց կենցաղեք բարելավելու համար եւ օթևան հատկացնելու համար։ Բնակարաններ են կառուցում, Արցախում էլ են բնակարաններ կառուցում, վերադառնում են նրանք, ովքեր բնակարանատեր են, մեր կառուցապատման ընկերությունը նաեւ աշխատում այդ ուղղությամբ, չէ, 100 տունը կարծեմ տանիքները պետք է կառուցում, այո, եւ բացի դրանից տեղահանվածների համար տարբեր սոցիալական կետերով նրանք գումարներ են ստանում, մեկը վարձի համար, մյուսը բնակարանի համար, չգիտեմ, բավականին ծրագրեր կան, որոնք թեթևացնում են նրանց վիճակը, բայց ես կարծում եմ, որ բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ։
Ես դա իմ անձնական կարծիքն է, ճիշտ է, շատ դժվար է, գիտեք, շատ դժվար է անվտանգությունը ապահովել, մարդիկ սարսափած են, վախեցած են, մենք պետք է աջակցենք, ոգևորենք նրանց, մենք է պետք է գնանք։ Այ հիմա կառուցապատողները բոլորը Հայաստանից են գնացել այնտեղ։ Դա արդեն աջակցություն է, դա արդեն անվտանգության սահմանն է։ Եթե մենք գնում ենք, դուք է պետք է լինեք այնտեղ։ Այսինքն մենք բոլորս միազգ ենք եւ այդ անվտանգության առումով ասենք ֆինանսներն են Հայաստանից գնում, ֆինանսներն են Հայաստանից գնում։ Ամեն ինչով մենք աջակցում ենք, մենք տարբերություն չենք դնում, երբևէ տարբերություն չի եղել։ Իսկ բնակարաններ դուք կարող եք նրանց հատկացնել հենց ձեր ծրագրի շրջանակներում։ Իմիջիայլոց կան իսկ դիմողներ, մի կտորի ծրագրում մենք մի քանի ընտանիք ունենք արդեն, բայց ահագին մեծ զանգված նորից դիմում են։ Մենք հիմա փորձում ենք ինչ-որ մեխանիզմ, ասենք, տեսեք, ֆինանսական ինչ-որ խնդիրներ կա, մենք հիմա փորձում ենք իրավական դաշտով կառավարությանը առաջարկենք, որպեսզի թերի այդ օրենքները վերանայեն, որտեղ Հայաստանը փայտի հետ չի աշխատել, դեռևս Խորհրդային Միության չափանիշներն են, մենք չունենք հիմա այդ նոր ուրեմն նոր չափանիշները չունենք, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ հարց լուծենք, ասենք, ճարտարապետը գծում է դեռևս Խորհրդային Միության այդ գծագրերի բանով։ Քարի ամեն տեսակ կա, ու հետո այս տները մենք որ սարքում ենք, ամբողջ աշխարհում արդեն օրինական ձև գրանցում են, սա ճարտարապետական գծեր։ Հայաստանը չունի նման բաներ։ Մենք առնչվում ենք այս խնդիրների հետ, որ մենք չենք կարող գնանք բանկի հետ աշխատենք, որովհետև բանկը չի ճանաչում դրան որպես տուն ու չկա դրա համար օրենքներ։ Այս խնդիրները թերի շատ բաներ կան, մենք հիմա ուզում ենք առաջարկենք կառավարությանը, որպեսզի մեզ լծակներ տան, որ մենք կարողանանք աշխատենք ու հենց այդ բեռը մենք կթեթևացնենք, որտեվ այն զինվորականները, որոնք սերտիֆիկատներ են ստացել, դեռևս Բաքվից փախածները սերտիֆիկատներ են ստացել, նրանք չեն կարողանում որևիցե ձև աշխատեն եւ չեն կարողանա այդ գումարին գնեն նորմալ տուն։ Իսկ մենք կարող ենք կառուցել ինչ որ քաղաքից դուրս մի հատ գեղեցիկ ինչ որ թաղամաս սարքենք, ու սա այս բացերը կան, որը պետք է արտահայտվել, լուծումները գտնել եւ կոնկրետ կառավարություն։ Այս համար մենք մեր հարթակը ստեղծել ենք, որպեսզի վերհանենք այդ խնդիրները, առաջարկենք լուծումները ու համատեղ ենք իրար հետ կառավարությունը այս տեսակ կառուցապատումը պետք է իգիտություն ընդունի որպես բնակարանային կառուցապատման մի նոր ձև Հայաստանում։ Շատ թաղամասեր կան, բայց փաստաթղթային Ռուսաստանում այգեգործական Ռուսաստանում, բայց մեզ մոտ չգիտենք, դեռ անուն չունենք։ Գրանցում են այնտեղ մարդկանց։ Մեզ 2 րոպե ժամանակ մնաց, որ հաղորդումը մեր ավարտենք, կարծում եմ բավականին հետաքրքիր հաղորդում ստացվեց եւ շատ լավ ծրագրերի մասին դուք խոսեցիք, լավատեսական, մնում է, որ այդ ծրագրերի իրոք կյանքի կոչելուց դուք չունենաք դժվարություններ, որտեղ որքան դժվարություն քաշքշուկ, այնքան ծրագրերի ժամանակները ավարտն հեշտ ոչինչ չի լինում։ Տիկին Ալավերդյան, ինչպես եք պատրաստվում այդ հաշվետվությունը ներկայացնել։ Հիմա փաստորեն մեր հարթակից դուք մեկնարկի մասին խոսեցիք ծրագրերը, որ շարունակվում են, պարոն Դերցյան, խոսեցիք, որ բաց ճակատով շարունակում եք ձեր աշխատանքներ իրականացնել, ինչպես սպասել հաշվետվությունների, թափանցիկ հաշվետվությունների, որպեսզի օնլայն հարթակ ստեղծենք, որտեղ պետք է բացահայտ մարդիկ տեսնեն։ Մենք հարթակ ենք ստեղծելու եւ սոցիալական ցանցերում էլ տեղյակ կլինեն, սոցիալական ցանցերում եւ նաեւ փորձում ենք ունենալ լրատվական ակումբ, անկեղծ ասած, մեր լրատվական ակումբը, որը կարող է ապահովել եթերներ, չգիտեմ, փորձում ենք, որպեսզի կամ եթե չէ, ձեր նման լավ խնդրեմ մեր համագործակցություն առաջարկենք, որովհետեւ մենք այնքան գործ ունենք, եթե դրան անդրադառնանք, մյուս գործերը կարող է եւ դուշ են։ Այո, որպեսզի մեր խնդիրներով, մեր հոգսերով խոսենք, մեր տնտեսության համար, մեր երկրի հզորացման համար է այս ամենը։ Մեր հայրենիքը մեր բոլորիս տունն է։ Ես արդից օգտվեմ մի բան էլ ասեմ, որովհետև ես աշխատում եմ Երկրապահ կամավորական միության վարչությունում եւ այսօր ես եկել եմ Սևանից, ռազմամարզական ճամբարից, որտեղ են շուրջ 350 երեխա հենց հիմա ամեն հերթափոխ 350 երեխա 7 հերթափոխով անցկացնում է իր ռազմաուսումնական Տիկին Ալավերդյան, ես էլ ձեզ ասեմ, որ ձեր հաղորդումից անմիջապես հետո ապագա զինվոր ռազմադպրոցական տնօրեն ռազմադպրոցական այդ
ռազմադպրոց Ճամբարի եւ դպրոցի տնօրենի հետ է մեր հաղորդումը։ Իմ հաղորդմանը ներկա է լինելու Արկադի Տեր-Թադևոսյանի թորնիկը, այնպես որ Նոյան տապանն էլ է այդ ուղղությամբ աշխատում եւ փորձում ենք այդպես էլ օգտակար լինել մեր հայրենիքին։ Հարգելի հյուրեր, շատ շնորհակալություն եմ ձեզ հայտնում Տիկին Ալավերդյան, պարոն Դերցյան, որ ժամանակ գտաք։ Մեզ դիտողներին եւ լսողներին հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին Հիմնասյուն համայնքների զարգացման նախաձեռնության համահիմնադիրներ Երազիկ Ալավերդյանը եւ Մհեր Դերցյանը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքան ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։